Ինչպես եք վերաբերվում, որ բարերար Սամվել Կարապետյանը 5 ամիս կալանավորված է, նրա հետ կալանավորված է։ Ես դրան շատ անգամ թեմ եմ։ Նա կարող է, ես կոնկրետ չեմ կարող ասել, բայց Սամվել Կարապետյանը եթե ընդրվի, ամեն հարց տեղը կգնի։ Հիմա նա ազատության մեջ է, չէ՞ կարծեմ։ Կալանավորված է։ Էլի կալանավորին, խնդրեմ։ Այ Սամվել Կարապետյանի նոր պահանջեն ժողովուրդը ընդրեն։ Էլ նա ոչինչ չի կարողանալ։ Դու կտեսնես, որ այս միլիցիա կոչեցվածները, այդ պերետավոր զառումանները, դրանք բոլորը կդառնան Կարապետյանի կողմնակիցները։ Ճիշտ է, իրանք հրաման են կատարում, բայց չէ, ես օրինակ Սամվել Կարապետյանին հավատում եմ։ Նա մեծ հսկա այդ քաղաքը ղեկավար է, Կալուգան, իրա ծերն եղել լրիվ։ Նա և թիկնազոր կպեր է իրա, և բանակը ղեկավար է, և գեներալներ կպեր է հայ, կտնեն նորմալ մարդկանց, որոնք կարող են ղեկավարել։ Ես հավատում եմ ու գիտեմ, որ եթե Ռուբեն Վարդանյանը կա ազատվի, ես Ռուբեն Վարդանյանի հետ շատ մեծ հույսեր կկապեմ։ Ռուբեն Վարդանյանը խելացի մարդ է, ու մենք իրավունք չունենք նման մարդուն կորցնելու, եթե մենք աչք փակեցինք դրա վրա ու թույլ տվենք, որ Ալիևը ինչ ուզենա անի Ռուբեն Վարդանյանի հետ, ուրեմն մենք հայ կոչվելու իրավունք չունենք։ Իսկ եմ բարերար, չգիտեմ, ես Աջապահյանի համար եմ ցավում, ես ինքը սխալմամբ է այնտեղ գնաց է։ Սրբազանի համար, Բագրատ Սրբազանի համար էլ մի բան կասեմ։ Իրան, ես չգիտեմ, այդ իրա կամքով էր, թե իրան ստիպեցին, որ այդքան շատ առաջ գնար։ Իրա ուժը, իրա հավատքի ու խաչի մեջ պետք է լիներ։ Ինքը չպետք է այդքան առաջ գնար, կիանցում, եթե մնար իր եկեղեցու մեջ, եկեղեցու կողքին, ինքը երևի ավելի շատ արդյունք է հասներ, քան այսպես։ Բոլոր դեպքերում մեր հայերն են, ես չեմ ուզում, որ որևէ մեկի մազը ծռի։ Իսկ Աջապահյանի համար աղոթում եմ, որ շուտ տուն կա։ Կա իր սիրելի Գյումրին, իր հարազատ ժողովրդի մեջ։ Իրանց գործն է, ես այդտեղ ոչ խելքս կհասնի, ոչ գիտեմ, ոչ ինչ մի բան։ Ես չեմ խառնվի այդպես բաների մեջ ու չգիտեմ էլ խելքս չի հասնում։